սահմանությամբ հստակ հաստատված է, ընդգծված է, որոշված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, միայն ժամանակ նշվում է, որ հայ առաքելական եկեղեցու դերը հաշվի առնելով, մեր պատմության ընթացքում նրա առաքելությունը եւ առաքելության արդյունքները հաշվի առնելով, հայ առաքելական եկեղեցին ունի որոշակի գերակշռող միտում, գերակշռող իմաստ եւ նշանակություն, որովհետեւ վերջ-վերջո եկեղեցին եղել է այն կառույցը, որը մեր պետություն չունենալու պարագայում փոխարինել է հայկական պետությանը։ Նա եղել է որոշակի կրոնապետության բաղադրիչներով իշխանություն, որը կարգավորում է ներքին հարցերը։ Մեծ ամասամբ նույնիսկ դատական իշխանության հարցերն են կարգավորել որոշակի։ Հիմա այդ զույգը, որոնց մասին դուք հիշատակեցիք, ես նրանց անձնական նկարագրերին չեմ ուզում անդրադառնամ, որովհետև կատարված գրառումների մեջ թույնը, ատելությունը, որոշակի անհասկանալի նույնիսկ չասեմ, կիրթ մարդու համար անըմբռնելի մոտեցումները, դրանք անընդունելի են, բայց այս մարդիկ գործում են սահմանադրական կարգի տապալման մեղք։ Նրանք ունեն հանցավորության ոչ առաջին անգամ դա այլ հարց է, որովհետև նրանք որպես կանոն այդ մոլորեցման վարպետներ են, բայց այս պարագայում կա հստակ սահմանադրական նորմ, նրանք փորձում են այդ նորմը խախտել, ընդ որում այդ նրանց արած առաջարկները բավականին ծիծաղելի եւ նույնիսկ քրեագետների համար զարմանալի, կարող ասել ոչ թե անընդունելի։ Նրանց կատարածը սահմանակից ինչ որ գերագույն մի տգիտության։ Ինչ է նշանակում ձևավորեք խմբեր, եկեք այդ խմբերի հետ ես խոսեմ, ես չունեմ կաթողիկոսի իմ թեկնածուն, ես պետք է այդ խմբերի մեջ մարդկանց ուսումնասիրեմ, լսի դու ուրիշ գործ չունես։ Լավ, այդ մարդու մի հարց տանք, դու սահմանադրությամբ ես ընտրվել եւ սահմանադրությունը պաշտպանելու համար երթվել ես կտակարանի վրա, դու սահմանադրությունը խախտում ես, ընդ որում ոչ թե մեկ անգամ է դա, այս մարդու մոտ գործունեության ամբողջ ալգորիթմը դա օրենքների խախտումն է եւ կոնկրետ դեպքում սահմանադրության խախտումը։ Հիմա առաջին իսկ փորձի դեպքում նա փորձեց որոշակի այդ սկանդալային հայտարարություններ անել, այդ վարկաբեկող, նշավակող այդ արտահայտությունները օգտագործել, չեմ ուզում դրան այդ մակարդակին ես հիշտեմ, բայց խնդիրը նա է, որ նրանք կարծես թե ուժային ինչ-որ մի սցենարի են պատկերացնում, հավանաբար մտածում են դա 18 թվականը, երբ Չարենցի բառերով ասած խելագարված մասաները կվազեն, կջարդեն, ենթադրենք վեհարանը, կաթողիկոսին, ենթադրենք դուրս կհանեն այդտեղից, իրենց ասած քաղաքացի Ներսիսյանին։ Հետո հասկացան, որ իրենց ասածը պաշտպանում են, այն էլ ոչ բոլորը, իրենց ենթադրենք կուսակցության այդ էլիտա կոչեցյալները, որոնցից զգալի մասը նույնիսկ գրագետ չեն տիրապետում ոչ սահմանադրությանը, ոչ եկեղեցու կանոնադրությանը։ Ես անձանցից մեկին եմ ուզում հիշատակեմ, վերջին օրերին դրանցից մեկը ելույթ էր ունենում, երբ պնդում էր, նա գիտելիքները տարածում են այն չափ, որ պնդում էր, որ յուրաքանչյուր քահանա իրավունք ունի ունենալ մեկ այր։ Ինչ է նշանակում յուրաքանչյուր քահանա կարող է ունենալ մեկ այր։ Դուք լիջիտիպի քաոս եք անում, խառնել եք ամեն ինչը, գիտեք ոնց է։ Անգրագետների մի կույտ է, անգրագետները կույտ։ Բացարձակ տեղակ չեն եկեղեցական կանոնադրությանը, բացարձակ տեղակ չեն ծիսակարգին, տեղակ չեն թափես եկեղեցու պետության միջև փոխհարաբերությունների կարգավորված այդ իրավական նորմերին, բայց դրա հետ միասին որոշակի կուշ տրկական պատկանելությամբ իրենց առաջնորդի արտահայտած այդ չեմ էլ ուզում ասեմ մտքեր, այդտեղ մտքեր չկան։ Իրենք այդ իրենց համաձայնությամբ ինչ որ թեժացնում են, ընդ որում պայքարի մեջ իրենց պատկերացած ներգրավել են կանայք։ Դուք ինչ գործ ունեք, ախր դուք ազգային ժողովում հայտնվել եք ոչ թե ձեր ծառայությունների, ոչ թե ձեր գիտելիքների, ոչ հանրօգուտ աշխատանքի, ոչ ձեր ենթադրենք գիտամանկավարժական, գիտակրթական աշխատանքի ենթադրենք փայլուն արդյունքների ձեռնով։ Ձեզ ինչ որ մեկը
Ընդ որում իրենցից մեկը դրանց ասում էր, սա ուսապարկերի պահեստ է։ Այս մարդիկ հայտնվել են, ու ինչ որ հայտարարություններ են անում, առատուց երեկո խոսում են, ինչի մասն է խոսում։ Հիմա ես այդ մարդկանց, ովքեր որ պատրաստում են իբր թե գնան այդ գործողություններ կատարեն, ես իրենց ասում եմ, գնացեք, բայց ինչի՞ չեք գնում։ Գնացեք, որովհետև նույնիսկ իրենց այդ առաջնորդի այդ ամեն ինչը տարածող, ստեղծող, անդադիպր թեժացնողի խոսքը մի կողմ նրանք հասկանում են, որ դրանով իսկ նրանք քրեական գործերի մեջ ընդգրկվելու լավագույն նախադրյալներն են ունենալու մոտ ապագայում։